Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, այսօր մեր տաղավարում զրուցել ենք Դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցի հետ, շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար։ Պարոն Սուրենյանց, խորհրդարանում այսպես իրավիճակը կարծես թեժանում է, մասնավորապես պատգամավոր Էդգար Ղազարյանի հետ կապված, իշխանությունը անդադ այսպես պահանջում է, այնպես է այսպես իր խոսույթը տանում, որ Էդգար Ղազարյանին կարծես դուրս թողեն ֆրակցիայից, ազգային ժողովի աշխատանքներից, ինչ կասեք սրա մասին ու ելույթի հետ կապված ամեն ինչ սկսվեց Սրիկա բառից այդ խոսույթից։ Տեսեք, ասում են բարեկրթության սահմանը հատել է։ Հարցը բազմաշերտ է իրականում։ Նախ իշխանությունը ինքը չի, որ պիտի օրակարգ թելադրի կամ վարկագիծ թելադրի։ Սա միանշանակ է իմ համար որպես սկզբունք, այսինքն իշխանությունը իրավունք չունի նշաձողեր սահմանի, հետո կարծիք որոշում կայացնի, ով այդ նշաձողին համապատասխանում, ով ոչ։ Սա որպես ֆունդամենտալ սկզբունք ֆիքսենք։ Երկրորդը, Էդգար Ղազարյանը ինձ հարազատ մարդ է, մտերիմ, ընկեր, ես չեմ կարծում, որ նրա այդ հայտնի ելույթի բովանդակությունը շատ դատապարտելի էր, ընդհակառակը։ Պարոն Սուրենյանց, ախր ասում են մենք ի սկզբանե բարեկրթության շուրջ պայմանավորվածություն ենք ունեցել, բայց ես քաղաքական գործիչ եմ, որ հակված եմ ընդհանրապես ամենախիստ քննադատություն անել քաղաքական գնահատականով։ Կարելի է այդ սրիկայություն բառը չօգտագործել, օրինակ։ Բայց այդ բառը օգտագործելն էլ մի մեծ կարգի սկանդալի պատճառ չպետք է դառնար։ Բայց կա նաև երրորդ բաղադրիչ, այսինքն ես Էդգար Ղազարյանին զորակցում եմ իհարկե բնականաբար, բայց կա նաև երրորդ բաղադրիչը։ Դա թիմային տրամաբանությունն է։ Մարդը, որը հայտնվում է ինչ-որ համամասնական ցուցակում, ինչ-որ թիմի անդամ է, ստիպված շատ հաճախ պիտի կարողանա, եթե շատ սկզբունքային հարց չի դա, որոշ հարցերում իր վարկագծային կանոնները հղկել, որպեսզի թիմային տրամաբանության մեջ տեղավորվի։ Մենք բավարար ինֆորմացիա չունենք, որպեսզի այս տեղի ունեցողի մասին համապարփակ գնահատական տանք, բայց ես կպնդեմ էլի, իսկ ով է իշխանությունը, որ գնահատական տա Էդգար Ղազարյանին, այնուամենայնիվ իշխանություն է, դուք եք ասում, իշխանությունը իրենք, բայց ուզեցեք խորհրդանում մեծամասնություն։ Դե դա կապ չունի, ինքը ասող չի, դա զոն չի, էլի գողական զոն չի, որ մեկը ասող լինի, մնացածն էլ ենթարկվեն այդ պանյատյաններին, հա։ Հա պատգամավոր, հա, ես կրկնում եմ, շատ լավ կլներ, որ ինքը այդ սուր գնահատականը քաղաքական բառամթերքով տար։ Շատ լավ կլներ։ Բայց կարող ընդամենը առիթ էր պետք իշխանությանը, որ Էդգար Ղազարյանին թիրախավորեն, դա էլ հաշվի առեք, որովհետև հələ այդ մարդը ծպտունել չէր անել խորհրդարան մտնելուց, արդեն ինքը թիրախավորվում էր։ Իրանք ինչ ասել են ընդդիմության հասցեին, այդ ոչինչ, բայց կախվել էին մի հատ Էդգար Ղազարյանի էլի անզգույշ մի արտահայտության վրա, այդ սագրավորների հետ կապված եւ անդադ շահարկում էին, հա։ Էդգար Ղազարյանը ակնհայտորեն թիրախավորվում է, բայց այդտեղ իհարկե կա նաեւ այն մյուս գործոններ, ինչի մասին խոսեցի։ Հույս ունեմ, որ ուժեղ Հայաստանն Էդգար Ղազարյանը այդ թիմային ներդաշնակության խնդիրը կլուծեն եւ ամեն ինչ բնականon հունք վերադառնա։ Նայեք, իշխանությունները մի հարց են անդադ բարձրացնում, հենց առաջին նիստից սկսած, այսպես ընդդիմությանը փորձում էին բերել այդ ընդդաշտ, որ բարեկրթության այդպես սահմանել են, ասում են եկեք այս մթնոլորտում աշխատենք։ Հիմա այս հարցն են բարձրացնում, ասում են, որ դուք շատ դեպքերում իշխանությունն է ասում ընդդիմության, ասում է շատ դեպքերում այդպես վիրավորական, հա, հայհոյանքները քնչեցնում ինչի համար, որ ձեր ընտրողները ասեն, ապրեք, հա, որպեսզի իրենց աչքին բարձրանաք, ասում է, ու եթե տեսնեն, որ դուք մեզ հետ այսպես որոշ հարցերում համերաշխատում եք, համաձայնության եք գալի, դուք կաշկանդված եք ձեր ընտրողներից։ Okay, իսկ իրանք ինչ են վիրավորական արտահայտություններ են չեսնում, իրանց լյումպենի դուր գալու համար։ Իշխանության դերակատարությունը քաղաքական մշակույթի ձևավորման հարցում, քաղաքական խոսույթի հարցում,
քաղաքական հարաբերությունների կառուցողական կամ անտագոնիստական լինելու հարցում շատ մեծ է։ Ինքն է նշաձող էր սահմանողը, որտեղ տիրապետում է, ինչպես դուք նշեցիք, բազմաթիվ լծակների թվում տեղեկատվական։ Եվ իր խոսքը ավելի տարածված է։ Այո, շատ վատ է, որ Հայաստանում անտագոնիստական համակարգ կա, երբ որ փոխադարձաբար միմյանց ոչնչացնում են։ Բայց այդ անտագոնիստական համակարգի հիմքը դրել է իշխանությունը։ Այդ անտագոնիզմը, սև-սպիտակ բաժանելը, հասարակությունը յուրայինների եւ օտարանների բաժանելը, կաթողիկոսին ավազանի անունով դիմելը, այդ բոլոր անտագոնիստական նախաձեռնությունները գալիս է իշխանությունից։ Հետևաբար իրենք պետք է առաջինը փոխվեն իրենց խոսույթի մեջ, իրենց մտածողության մեջ, որպեսզի այ մնացած մասը ճիշտ են ասում, որպեսզի ազգային ժողովում կառուցողական քննարկումներ լինի, այո, շատ Դե ասում են, որ եթե դուք մեզ այդ կառուցողական աշխատեք, իրանցից է կախված, Ռուբինյանը դա ասում է, որը սկզբունքորեն իր որևէ ասացի դեմ ոչինչ չկա, այդ տեսականորեն որ ասում է, անմիջապես իր խոսքից հետո մոտենում ամբիոնին, ենթադրենք մի հատ միջին վիճակագրական ԿՊ-ական ուսապարկ ու ասում է բանը Կտրիշ Ներսիսյան լավ հասկանալով, որ էդ էլ է բանը բացասական էմոցիա առաջացնելու ընդդիմության մեջ։ Ես կողմ եմ, ես մարդ եմ, որը միշտ քննադատելուց այլընտրանքի մասին է խոսում։ Ես ամենամեծ ջատագովն եմ, որ քաղաքական համակարգում ծրագրերի, գաղափարների մրցակցություն լինի, ոչ թե մենք, այո, ոչ թե ես մտածեմ, որ ես էլեկտորատ կկորցնեմ, դրա համար ամենախիստը պետք է քննադատեմ Նիկոլ Փաշինյանին, կամ էլ այն կողմից ենթադրենք Վահագն Ալեքսանյանը մտածի, որ իրանց լյումպերին դուր գալու համար պետք է ինչ-որ պիտակներ տա ընդդիմությանը։ Ես կողմ եմ, մենք Քարոզարշավի ժամանակ հենց մենք էինք ասում, առաջարկ Հայաստանի ծրագրի ամբողջ իմաստը ինչն էր, որ ծրագրային մրցակցություն ունի։ Ես ինքս ինձ համարում եմ այդ դաշտում ամենակենսունակ գործիչներից մեկը։ Ծրագրային բանավեճեր, ես դրան կողմ եմ։ Պարոն Սուրենյանց, ու համաձայնության են եկել այս հարցում, որ ստեղծեն էթիկային հանձնաժողով։ Ոնց պետք է դա ստեղծվի, ովքեր պետք է վերահսկեն եւ արդյոք դա զսպող է սպասում։ Անտագոնիստական համակարգում ինչ էթիկա։ Զսպող մեխանիզմ կարող է։ Անտագոնիստական համակարգում ուզում ես Պաշպրոշտիեի հանձնաժողով ստեղծի էթիկայի փոխարեն չի աշխատելու։ Եթե համակարգը անտագոնիստական է, այնտեղ համակեցության կանոնները չեն գործում, այ դուք նոր խոսում եք, չէ՞, վերջի 2 օրերին տեսնում ենք, չէ՞, համակեցության կանոնները, որը ցանկացած քաղաքական համակարգի կայունության երաշխիք է։ Համակեցություն պետք է լինի, նույն դահլիճը պետք է կարողանան նստել քաղաքակիրթ տարբեր պատկերացումներ, աշխարհայացներ ունեցող մարդիկ, եւ դա նորմալություն պետք է լինի։ Մեր մոտ նորմալություն չի։ Եվ ինչ հանձնաժողով ուզում ստեղծեն։ Եթե անտագոնիստական է համակարգը եւ կառուցված է քյաչարշուն գողփիսո տրամաբանության վրա, այդտեղ ոչ մի էթիկայի հանձնաժողով չի օգնելու։ Այ ընդհանրենք ստեղծվեց եւ օրինակ իշխանական պատգամավորներից մեկը հա այդ նախագահը այդ հանձնաժողովը։ Դե 6 ամիսը մեկ փոխվելու է։ 6 ամիսը։ Այդ հանձնաժողովը ոչինչ անել չի կարող։ Ով ուզում է նախագահ լինի, ինձ ու ձեզ էլ նշանակել։ Դե չեն կարող օրինակ սահմանափակված ելույթի։ Ոչ, սանկցիայի կանոնակարգը եւ սահմանադրությունը պատգամավորի նկատմամբ սանկցիա չեն նախատեսում։ Բարոյական ինստիտուտ է դա լինելու, իհարկե բարոյական ինստիտուտն էլ է շատ կարեւոր, բայց ինքը սանկցիա քանի որ չի ընդհանրում մնալու է մեծ հաշվով անհետևանք անտագոնիստական համակարգում։ Տեսեք, Էդգար Ղազարյանից ասում էին այդ ծագրավորների համար ներողություն խնդրեք։ Ես Ռուբինյանի անկեղծությանը կհավատայի, որ առաջին նիստում ասեր դե Արթուր Հովհաննիսյան դու էլ վեր մոտեցի ամբիոնին Էդգար Ղազարյանից ներողություն խնդրի այն բանի համար։ Ականջ կտրել։ Մանավանդ որ դատական ակտ կա այդ թեմայով։ Հասկանաք, ախր դա միակողմանի չի լինում։ Միակողմանի չի լինում, կամ ինչքանով է, լավ ենթադրենք
շատ վատ սայթակում արել լեզվի Էդգար Ղազարյանը։ Պարտադիր այսօր բոլոր ելույթներ ազգային ժողովում այդ բառը ասեն ու կպցնեն Էդգար Ղազարյանին, այսինքն Էդգար Ղազարյանին հիշելուց անպայման այդ սրիկա բառը հիշել։ Այդ ամենալավ ձևը չի էլի։ Մեկը պիտի իր մեջ քաջություն ունենա, նույնիսկ դիմացինի սայթակվելու պարագայում զսպող դեր կատարի։ Ինքը նշածող սահմանի բոլորին բարոյական բանով պարտավորեցնի, որ այդ նշածողերի մեջ մտնեն։ Ես շատ կուզենամ, որ Էդգար Ղազարյանի այդ տնջուկը շուտ լուծվի, Էդգար Ղազարյանը խորհրդանի։ Բայց ինչ կերպ է հնարավոր, շատերը ասում են այ անկախ պատգամավոր է դառնալու։ Չէ, լավ լուծում չի, լավ լուծում, դա լավ լուծում չի։ Դա նշանակում է Էդգար Ղազարյանին դնել ավելի խոցելի վիճակի մեջ, դա լավ լուծում չի։ Ես հույս ունեմ, որ ուժեղ Հայաստան այնքան ուժեղ կգտնվի, որ այդ հարցը իր ներսում կլուծի, Էդգար Ղազարյանը կմնա խմբակցությունում, Էդգար Ղազարյանը իր հետևությունները կանի, իշխանությունն էլ չի ծանրանա այս թեմայի վրա։ Պարոն Սուրենյաց, վերջին, այսպես օրերի ամենաշատ քննարկվող իրադարձություններից է ու այսպես փոփոխություններից է Ալեն Սիմոնյան, Արմեն Գրիգորյան։ Այ ոնց ստացվեց, Արմեն Գրիգորյանին այսպես աշխատանքից ազատեցին Ալեն Սիմոնյանի պաշտոն ազատելու համար, որն է փոփոխության։ Կարծում եմ այո։ Ընդհանրապես դրա։ Իհարկե դրա ես հիմա չէ, միայն այդ բաղադրիչը չի, մի բաներ էլ կա, որից մենք տեղյակ չենք անշուշտ, որտեղ Արմեն Գրիգորյանն էլ պատահական մարդ չէր, ու անկեղծ լինենք, ոչ էլ սկանդալներով աչքեր ենք էլի շուտ։ Ու այն կարգի սկանդալներով, որ Ալեն Սիմոնյանի փաստորեն շուտ ենք դուրս գրել մենք, չնայած էլի իմ կարծիքը ֆունդամենտալ իր մասին չի փոխվում։ Իր պատճառով մի պաշտոն էլ արժե զրկվելու ըստեյության, բայց այո, կարծում եմ այնուամենայնիվ Ալեն Սիմոնյանին թիմում պահելու կամ էլիտայում պահելու խնդիր լուծվի առաջին հերթին։ Գուցե նաև քանի որ Արմեն Գրիգորյանը հիմնականում նաև հայ-ադրբեջանական հարաբերություններով էր զբաղված, հիշում եք Հաջիևի հետ գլխավոր վիզավին էր Հաջիևի, հա, հայաստանյան, գուցե նաև հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում այն ինչ-որ առաջնահերթություններ վերանայվի տեխնիկական բնույթի։ Ինչ օրինակ Ալեն Սիմոնյանին այդ պաշտոնը նշանակելով ինչ պետք է առաջնահերթություն տրվի։ Դժվար է ասել։ Դժվար է ասել, կարող է ինչ-որ մոտեցում պիտի փոխվի կամ ինչ-որ բան պիտի արվի։ Ես ենթադրություններ եմ ընդհանրապես անում, ծառաշնայինը Ալեն Սիմոնյանին էլիտա հետ բերելն էր սա։ Արմեն Գրիգորյանի պաշտոնի հաշվին է։ Դե հիմա Ռուբինյանն էլ Ալեն Սիմոնյանի պաշտոնի հաշվին է դրսևորվում։ Այս տիպի համակարգերում իրանք են, չէ, ասել էլ հո չեն կարող ասեն վիրավորում եմ։ Իրանք են ասել, որ իրենց մոտ մեկ որոշող կա, մնացածը ուսապարկեր են։ Հիմա այդ մարդը, որ ուսապարկը որտեղ կտնի, առանձնապես մեծ կարևորություն չտանք դրան, փոխատեղումներ անում, իշխանությունը տրանսֆորմացիայի փուլում է, խնդիրներ կա իշխանության ներսում, որոնց մի մասը ինչ խնդիրներ, անձնային, կուսակցական, չէ, բալանսի, ներքին բալանսի խնդիրներ, այնուամենայնիվ այս մարտահրավերները որոշակի ճաքեր են առաջացնում իշխանության ներսում եւ հաճախ ստիպված են լինում այդ փոխատեղումները անհասկանալի անել, այդ ֆիլտրումները, շոր մարդիկ դուրս են մնում, որը շատ անակնկալ է լինում։ Այդ նշանակում է իշխանության ներսում էլ արշալույսները այնքան խաղաղ չեն, ինչքան առաջին հայացքից թվում է։ Առաջիկամ էլ ականատես կլինենք այսպեսի, հա, տեղափոխումների։ Հա, կարծում եմ այո։ ԿՊ-ի ներսում։ Չգիտեմ խի մոտ տպավորությունն է, որ ուժային բլոկի վերանայումներ ա լինելու։ Պապիկյան։ Գուցե ներքին գործերի նախարար, գուցե։ Որովհետև ես նկատում եմ, որ իշխանության ռոպագանդան մի քիչ այդ խնդրահարույց թեմաներից սկսել է ավելի շատ անդրադառնալ։ Հենց ինքը Նիկոլ Փաշինյանն էլ երեք ասում էր, որ զրույց ա ունեցել Պապիկյանի հետ, չէ։ Բանակում մահացությունների։ Դե տեսեք, այս պայքարի համարում է, որ հələ գլխավոր շտաբի եւ նախարարի կադրային հարցը չի հասունացել։ Հաջորդ պահին կարող համարի, որ հասունացել է, այսինքն համենայն դեպս
էլ այնքան անսասան չի Պապիկյանի դիրքերը օրինակ, ինչպես թվում էր նախկինում, հանցագործությունների անզուս պատճառ տեղի ունենում, չնայած տենց վարդագույն խոստումների, այնպես որ ես առաջիկայում ուժային բլոկի փոփոխության հավանականությունը շատ մեծ եմ համարում, իսկն պաշտոնանկ կարվեն մի շարք մարդիկ, համարենք, որ Երևանից այդ process-ը սկսվել է այդ ռազմական ոստիկանության պետի փոփոխությունից։ Պարոն Սուրենյան, այս թեմային ուզում եի անդրադառնալ կոնկրետ բանակի հետ կապված, այս պայմաններում ինչ է կատարվում ի վերջո, ում պատասխանատվության գոտում է նախարարի իհարկե։ Քաղաքական պաշտոն։ Իհարկե, բանակում արդյունավետ կառավարման դեֆիցիտ կա։ Այս ամեն ինչը դրա հետևանք է։ Իհարկե նախարարի։ Որովհետև եթե դեպքերը շարունակական են, քրոնիկ բնույթ են կրում եւ տարբեր զորամասերում են տեղի ունենում, դա համակարգի վատ աշխատելու հետևանք է։ Եվ վաղուց այդ մարդի տեղում չի, դա ակնհայտ էր ազատի զորամասի դեպքից հետո նույնիսկ, որովհետև ձեզ թվում է ռազմական ոստիկանության պետ փոխելով բանը խնդիրը փոխվելու է, դա ընդհանուր համակարգային ոչ արդյունավետ կառավարման հետևանքներին ենք մենք ականատես լինում։ Բայց այս պահի դրությամբ ով է, հա, փոխանինով ենթադրել։ Դե ինչի Սուրեն Պապիկյանի պորտը բանակում էին կտրել։ Դուք համարում եք ինքը այնքան պրոֆեսիոնալ ու բաներ։ Չէ, արդեն այստեղ պրոֆեսիոնալիզմը չի, բայց պետք է տեխնացու փոխարինող լինի։ Դե կներեք, ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, բայց այնպես չի, որ մի կադրային պրոֆեսիոնալ զինվորական Սուրեն Պապիկյանը մի հատ պետք է մտածենք, բանը Իրանով պետք է փոխարինի։ Արփի Դավոյանը կարա փոխարինի, օրինակ հիմա պետք շատ ինչ տես մեծ տարբերություն եք տեսնում իրանց բանակի մասին իրանց պատկերացումների մեջ։ Ես երկուսի ինտելեկտուալ կասկածի տակ իդեպ չեմ դնում, ոչ Պապիկյանի, ոչ Արփի Դավոյանի։ Ուզում եմ ասեմ, իրանք նույն չափ բանից հեռու են, բանակից հեռու են։ Ինչ ես միշտ պրոֆեսիոնալ զինվորականին պաշտպանության նախարարի պաշտոնը նշանակելուն դեմ եմ եղել։ Այնտեղ պետք է լինի քաղաքական պատասխանատու, քաղաքական պատասխանատվությամբ։ Ոնց որ հիմա է։ Զինվորականը գլխավոր շտաբի պետք է լինի։ Նայեք Հայաստանի պատմության մեջ ամենահաջող պաշտպանության նախարարները եղել են ոչ զինվորականներ։ Ես հիմա 3 անուն կարամ նշեմ, որպեսզի դուք տենց չմտածեք, որ օդից եմ ասում։ Վազգեն Սարգսյան, Սերժ Սարգսյան, Վազգեն Մանուկյան։ Հայաստանի պատմության մեջ ամենահաջող պաշտպանության նախարարը զինվորականներ չեն եղել։ Որտեղ այնտեղ պետք է մարդ, որը քաղաքական որակներ ունենա, կամք ունենա, ներքին կոոպերացիայի դեմ, հա, ներսում ձևավորված այդ կորպորատիվ շահեր են, չէ՞, ներսում ձևավորում։ Զինվորականներ են 20 տարի իրար հետ ծառայում են, հաճախ ինչ-որ շահեր են ձևակերպում, որոնք ընդհանուր պետական տրամաբանության հետ ներդաշնակ չեն լինում։ Այդ լոկալիզացնելու խնդիր պետք է լուծի նախարար, դրա համար ինքը քաղաքական մարդ պետք է լինի եւ համակարգից դուրս պետք է լինի, քաղաքական գործիչ պետք է լինի։ Ես դժվարանում եմ ասել, ով կարող է փոխարինել, լուծումները բազմաթիվ կարող են լինել, չնայած ԿՊ կադրային բանկը ԿՊ-ի շատ աղքատի կա։ Մի գազելի մեջ էլ չի տեղ, մի գազել կբավարարի։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Զրույցի համար, պարոն Սուրենյան։ Հարգելի հաստատիտողներ, մեր զրուցակից այսօր Դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն է։ Շնորհակալ եմ հետևելու համար, կհանդիպենք։